Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, ինչ է պահանջում բանաձևը։ Երևանը սպասում է Զելենսկիին, ինչ է շահում և ինչ է կորցնում Հայաստանը։ Կյանքը 235 մետր ներքևում, ինչ է թաքնված Երևանի տակ։ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն քննարկում են հրադադարի հարցը, պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Երևանը պատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, քաղաքապետարանը հրապարակել է թե մայիսի 2-ից 5-ը, որ փողոցներում է երթևեկությունը սահմանափակվելու։ Հիմնականում փակ է լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քրքրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը, Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը, Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ հատվածները, Ագաթ Հանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արշակունյաց պողոտա Խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան, Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը, պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը նաև Իսակովի պողոտայում։ Այդ օրերի երթևեկության սահմանափակումներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում։ Եվրոպական առաջնորդները գալիս են Հայաստան։ Ռուսական Իզվեստիա պարբերականը հղում անելով մասնագետներին գրել է, որ Բրյուսելն ու Փարիզն անում են ամեն բան ապահովելու Հայաստանի իշխող կուսակցության հաղթանակն առաջիկա խորհրդարանի ընտրությանը։ Մայիսի սկզբին Երևանը կդառնա արևմտյան առաջնորդների ուխտագնացության վայր, գրել է պարբերականն ու շեշտել, Հայաստանը բախվում է վերջին 5 տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությանը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման և ԵՄ-ի հետ երկխոսության ակտիվացման ֆոնին։ Երևանից հրավեր են ստացել ԵՄ բոլոր երկրները, նաև Էրդողանն ու Զելենսկին, բայց Անկարան ու Կիևը դեռևս որոշման մասին չեն հրապարակել։ Թեպետ Զելենսկիի հնարավոր այցը մտահոգություններ է առաջացրել քաղաքագետների շրջանում։ Ասում են, երբ նման այցը տեղի է ունենում բազմակողմ հարթակի շրջանակում, կարող է միաժամանակ ազդեցություն թողնել մի քանի ուղղությամբ՝ քաղաքական, անվտանգային և տնտեսական։ Ինչպես են վերլուծում փորձագետները Զելենսկիի հնարավոր այցը Հայաստան, Սեդա Կիրողյանի ռեպորտաժում։ Զելենսկիին սպասում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Զելենսկին սովորաբար հայտնվում է այնտեղ, որտեղ հակառուսական տրամադրություններ են շրջանառվում։ Հայաստան այցի դեպքում այդ հարթակը կլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի այս ակտիվությունը ըստ փորձագետների միայն դիվանագիտության մասին չէ։ Եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, սա նաև կլինի Ռուսաստանին ուղերձ, որ Ռուսաստանը այլևս չի տիրապետում իր նախկին, ասենք, ազդեցության գոտիներին, եւ որ Զելենսկին այլ գոտիների ցանկալի անձ է։ Որքան էլ տարօրինակ թվա, Զելենսկիի հնարավոր այցից մեծապես Նիկոլ Փաշինյանն է տուժելու, պնդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Վտանգը մեծ է, որ Զելենսկին Հայաստանում կդառնա գլխավոր դերակատարը։ Նա իր պատերազմով ու իր կերպարով Եվրոպայի համար ավելի հետաքրքիր օբյեկտ է լինելու, ում շուրջ էլ պտտվելու է գագաթնաժողովը, բայց սա միակ վտանգը չէ։ Զելենսկին Երևանում նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Զելենսկին Երևանում նշանակում է իր հայտարարություններով անթակույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն 3 պետությունների մոտ՝ Իրան, Վրաստան, նույնիսկ Թուրքիա։ Այստեղ հատկապես ուշագրավ է Վրաստանի գործոնը։ Թբիլիսին չի ողջունում Զելենսկիի քաղաքականությունը, նաև փորձում է բալանս պահպանել տարածաշրջանային ազդեցության կենտրոնների Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Զելենսկիի այցը Հայաստան կարող է նվազեցնել այդ բալանսի հնարավորությունները։ Բացական իրապետում կարող է ունենալ նաև հաշվի առնելով Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի հեսա։ Եվ այդ առումով Վրաստանը բացական դիտարկի այցը։ Պնդումը, թե Հայաստանը մայիսյան գագաթնաժողովի օրերին կդառնա հակառուսականության էպիկենտրոն, միանշանակ իր գինն է ունենալու, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում, պնդում են զրուցակիցներս։ Որտեղ Զելենսկին
տանում են, դա ապտակա Ռուսաստանի քաղաքական առումով։ Այդ ապտակը ուզում են Հայաստանում հասցնել, որ Հայաստանին Ադրբեջանի հետ փոքր ավելի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռիսկերն առաջին հերթին տնտեսական են լինելու, մանր ճնշումներ, Լարսի հետ կապված խնդիրներ, ապրանքների սահմանափակում, որոնց ականատես եղանք նաև այսօր։ Հերթական 1.1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը կասեցվեց Ռուսաստանում, բայց եվրոպական համայնքին Հայաստանի կրած տնտեսական վնասը մեծ հաշվով չի հետաքրքրում, ասում է Դանիելյանը։ Վերլուծաբանների մի մասն էլ կարծում է Մոսկվան այս փուլում կտրուկ քայլերի չի գնա։ Ռուսաստանից առանձնակ այսպես ասենք, ակազդեցություն դժվար թե կարելի է սպասել, հատկապես որ Ռուսաստանի համար թե միջոցառման փաստը Հայաստանում, Հայաստանի իշխանությունների վարքագիծը բացարձակապես նորություն չեն եւ Ռուսաստանում կարծում եմ պատրաստվում են ոչ թե կարճաժամկետ ռեակտիվ արձագանքների, այլ երկարաժամկետ ռազմավարություն են փորձելու մշակել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ, նույնիսկ առանց կտրուկ արձագանքի այցը կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Առաջանում է մի հարց. արդյոք Զելենսկիի այցի ֆոնին Հայաստանը չի դառնա քաղաքական փորձարկման գոտի մեծ խաղացողների հակասությունների կենտրոնում։ Սետա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվրախորհրդարանը 476 կողմ, 47 դեմ եւ 48 ձեռնպատ ձայնով ընդունել է Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձևը։ Բանաձևի հեղինակ Նատալի Լուազոն X-ի էջում գրել է. ակնհայտ է, որ թե ծայրահեղ աճ, թե ծայրահեղ ձախ թևերում հենց խոսվում է ժողովրդավարության մասին, բոլորն անհետանում են։ Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել ԵՄ դեսպանը, պատճառը Եվրախորհրդարանի ընդունած Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձևն է, որը Ադրբեջանը որակում է հակաադրբեջանական։ Հոյդա Հայդատի Եվրոպայի գրասենյակն էլ ողջունել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունը երաշխավորի ինդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը եւ խոսքի ազատությունը։ Պահանջվում է արդարություն արցախահայության եւ հայ գերիների համար։ Բանաձևը ծառայում է որպես համապարփակ ճանապարհային քարտեզ ԵՄ Հայաստան գործունեության համար, ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունության եւ աճի ծրագիրը, Հայաստանի պաշտոնական ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։ Բանաձևն անդրադառնում է արդարության եւ անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների միջազգային օրը։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում շեշտել է, թե մեր երկրում ծայրահեղ աղքատությունն ըստ էության վերացման շեմին է եւ համոզված է դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։ Նա նշել է, որ կրթվելն ու զարգանալը ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նույնպես ուղերձ է հղել օրվա կապակցությամբ։ Նրա խոսքով այսօրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում եւ եւս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, արդար եւ համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում արտաժամյա աշխատանքի դիմաց, ասված է հայտարարության մեջ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ ռազմական գործողության շարունակություն է, այն երկրի դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության եւ անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակությունն անընդունելի է։ Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը։ Փեզեշքյանը նաեւ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի սադրանքներից։ Ուկրաինական իշխանության իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները քննարկում են հրադադարի հարցը պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Նրանք ցանկանում են ինչ-որ պահի պայմանավորվել մեկշաբաթյա հրադադարի մասին եւ դրա դիմաց մասնակիորեն հանել պատժամիջոցները։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։
Իրանը մտադիր է հետագայում եւս վերահսկել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը, ասվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեիի Պարսից ծոցի օրվան նվիրված ուղերձում։ Աստծո կամքով եւ զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի, փոխարենը նվիրված իր ժողովուրդների առաջընթացին ու բարգավաճմանը, ասվում է Խամենեիի ուղերձում։ Հորմուզի փոխարեն ցանկացած այլ անվան օգտագործումն անկասկած կոպիտ սխալ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը լուսանկար էր հրապարակել, որտեղ Հորմուզի նեղուցն անվանված է Թրամփի նեղուց։ Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, Իսպանիան իրեն սարսափելի է պահել ու պահում, իսկ Ֆրիդրիխ Մերցը սարսափելի աշխատանք է տանում Գերմանիայում։ Թրամփը մի ելույթում քննադատել է Վաշինգտոնի 3 հիմնական դաշնակիցներին։ Նա նաև հայտարարել է, որ քննարկում է ամերիկյան զորքը Գերմանիայից, Իսպանիայից եւ Իտալիայից դուրս բերելու հարցը։ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, այն պետք է դադարի ժամանակ ձգել եւ պատանդ պահել ամբողջ տարածաշրջանն ու ի վերջո ամբողջ աշխարհը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Մենք լի ենք վճռականությամբ վերջ դնելու Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել ծովային ուղիների ազատությունն ապահովելու համար, հայտարարել է կանցլերը։ Ուկրաինան ցանկանում է երկարաժամկետ հրադադար, այլ ոչ թե մի քանի ժամյա Մոսկվայում շքերթի անցկացման համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավելելով, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է կապ հաստատել Միացյալ Նահանգների նախագահի թիմի հետ եւ ծանոթանալ հաղթանակի օրվա կապակցությամբ ռուսական կողմի առաջարկած հրադադարի մանրամասներին։ Ի պատասխան Կրեմլից հայտնել են, որ հաղթանակի օրը հրադադարի վերաբերյալ Ուկրաինայի համաձայնությունը պետք էլ չէ, դա Պուտինի որոշումն է եւ այն կիրականացվի։ Ռուսաստանը մտադիր է հաղթանակի օրը դադարեցնել կրակը, անկախ նրանից, թե Ուկրաինան համաձայն է թե ոչ, ասել է Պուտինի խոսնակը։ Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելարուսի քաղաքացիների, այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոյի որդիների, Վիկտոր եւ Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Սահմանափակումները գործելու են 10 տարի ժամկետով։ Դրանք ներառում են նաեւ ակտիվների սառեցում։ Մենք չպետք է նվաստացնենք մեզ Ռուսաստանից բանակցություններ խնդրելով, հայտարարել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը։ Փոխարենը մենք պետք է նրանց դնենք այնպիսի իրավիճակում, որ նրանք բանակցությունների պատրվակից անցնեն իրական բանակցությունների։ Ահա թե ինչու ենք մենք բանակցություններ նախատեսել Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ Կիպրոսում, ասել է Եվրամիության գլխավոր դիվանագետը։ ԱՄՆ Սփրինգֆիլդ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտից հետո բնակիչներն իրենց մեքենաները հայտնաբերել են լրջորեն վնասված։ Նիդերլանդներում էլ 2 օրում հրդեհ է բռնկվել 3 զորավարժարանում, դրանցից մեկում բռնկված հրդեհը տարածվել է մոտ 500 հեկտար տարածքի վրա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երևանի տակ կա մի ամբողջ աշխարհ, որի մասին շատերը նույնիսկ չեն լսել։ 235 մետր խորության վրա աղի հանքում գործում է մի կենտրոն, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե զբոսնելու, այլ բուժվելու։ Այստեղ չկա քաղաքի աղմուկ, փոշի, անգամ հեռախոսակապ։ Փոխարենը կա յուրահատուկ միկրոկլիմա, որի ազդեցության շուրջ տարիներ շարունակ բանավեճ կա։ Դիտենք Սվետլանա Պետրոսյանի պատրաստած ռեպորտաժը։ Երևանում կա մի վայր, որտեղ հայտնվելով մոռանում ես ինչ է աղմուկը, փոշին ու նույնիսկ հեռախոսը։ Ավանի աղի հանքն է, ստորգետնյա առողջարան, որը տարածաշրջանում եզակի է։ Անձավաբուժության հանրապետական կենտրոն այցելելու համար պետք է նախապես գրանցվել եւ վաղ առավոտյան ներկայանալ։ Մուտքի մոտ այցելուներին սաղավարտներ են տալիս, ապա հատուկ վերելակով, որով սովորաբար աղակտորներ են բարձրացնում, իջեցնում մոտ 235 մետր երկրի մակերևույթից ներքև։ Մի քանի րոպե եւ դու աղե մի աշխարհում ես, որտեղ չկան աղմուկ, փոշի, վնասակար նյութեր, ռադիացիա եւ անգամ հեռախոսակապ։ Համեցեք, զգուշ եղեք ոտքից, զգուշ եղեք։ Մենք հիմա իջանք երկրի մակերևույթից 235 մետր խորության վրա են գտնվում։ Բայց սա պարզապես աղի հանք չէ։ Սա մի ամբողջ ստորգետնյա քաղաք է, որտեղ մարդիկ գալիս են բուժվելու։ Կորանը, որ մենք իջանք, սկսվել է փորվել 55-56 թվականներին, երբ որ Սովետական միությունում ենթադրել են, որ եթե Ադրբեջանը, Իրաքը, Իրանը ունեն նավթ, ապա չի կարող պատահի Վրաստանն ու Հայաստանը չունենա
եւ սկսել են փորել այս փորվածքը։ Բնականաբար մինչեւ դերսրանից էլ մի 30-40 մետր ներքև իջել են, տեսել են, որ չկա նավթ, բայց տեսել են, որ մեր մոտ սմաների բազալտի սալերի արանքներում կա աղի կուտակումներ, տարբեր հարթությունների վրա։ Եվ 65 թվականից սկսել են հանքը շահագործել որպես աղի հանք։ 1985 թվականին թոքաբան ակադեմիկոս Ամատունին հիմնվելով իր եւ միջազգային ուսումնասիրությունների վրա եզրակացրել է, որ աղի անձավների միկրոկլիման կարող է արդյունավետ լինել ասթմայի բուժման համար։ Նրա նախաձեռնությամբ էլ ստեղծվել է անձավաբուժարանը։ Ավելի քան 4000 քառակուսի մետր տարածք վերածվել է յուրահատուկ բուժական կենտրոնի, քնի սենյակներով, զբոսանքի ուղիներով եւ նույնիսկ մարզման գոտիներով։ Անձավաբուժարանն ունի 4800 մետր տարածք, որից 800 մետրը թունելն է մոտեցման, 4000 մետրը հենց անմիջապես անձավաբուժարանն է։ 39 տարի առողջարանը աշխատել է եւ 39 տարի իր գործունեությամբ ապացուցել է, որ դա շատ կարևոր օբյեկտ է, դա ասենք ազգային արժեք է այսօրվա դրությամբ դառը, որովհետեւ իրոք օգնում է շնչառական ուղիների բարելավմանը, իմունիտետի բարձրացմանը, բայց ցավոք սրտի անձավաբուժությունը դա ապացուցողական բժշկություն չի։ Սակայն տարիների ընթացքում կենտրոնի շուրջ վերաբերմունքը փոխվել է։ 2016 թվականից առողջապահության նախարարությունը նշել է, որ անձավաբուժությունը չի համապատասխանում ապացուցողական բժշկության չափանիշներին։ 2020-ից էլ պետական ֆինանսավորումը դադարեցվել է։ 2016 թվականին տվել են պետգույքի կոմիտեին, որպեսզի պետգույքը մասնավորեցնի։ Բնականաբար փաստաթղթերի բազում պակաս կար, նույնիսկ հասցե չուներ, չէր բաժանած կոմբինատից, ասենք կադաստրով, այդ բոլորը ես 3 տարի արդեն տնօրեն եմ, ես այդ բոլորը կազմակերպեցի եւ անցած տարի արդեն քանի որ ուներ արդեն կմախքը, այս կազմակերպությունը հասցե, ասենք կադաստրի թուղթ եւ այլն, դրվեց մասնավորեցման։ Նախարարությունից ընդգծում են, նման բուժումն ավելի նպատակահարմար է կիրառել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում, որպես բուժման լրացուցիչ փուլ։ Մեր քաղաքականության մեջ մենք ուղենիշ ենք ընտրել հիվանդությունների բուժման համալիր մոտեցումը, փոխկապակցելով հիվանդությունների առաջնային, երկրորդային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, սուր, ենթասուր քրոնիկական փուլերի բուժումը, ինչպես նաև առողջարանային վերականգնողական բուժումը եւ խնամքը, անձավաբուժական բժշկական օգնությունը, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման իմ նշած համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է այդ շղթայի էլեմենտ։ Բայց մասնագետները համաձայն չեն։ Բժիշկ Անուշ Ոսկանյանը հակադարձում է. տարիների ընթացքում գրանցված արդյունքները, հիվանդների դրական փոփոխությունները եւ դրանց հիման վրա իրականացված գիտական աշխատանքները հակառակն են ապացուցում։ 2019 թվականին մեր պետպատվերը հանեցին պատճառաբաները, որ սա ոչ ապացուցողական բժշկություն է, բայց դա աբսուրդ է։ Մեր կլինիկայում 3 հատ տեխնացիական դիսերտացիա է պաշտպանվել, որոնք եւ ապացուցում են դրա արդյունավետությունը։ Դրա համար այդպեսի բան ասել, որ ոչ ապացուցողական է, ուղղակի հիմարություն է։ Հակոբյանի խոսքով կենտրոնի գործունեությունը պահպանելը գնալով ավելի բարդ է դարձել ֆինանսական առումով։ Իսկ ինչպես է գոյատևում անձավաբուժարանը։ Կառավարության կողմից ընդունված որոշման կարգը հետևյալն է. ամեն ամիսը մեկ հայտարարվում է այդ մրցույթը։ Եթե մրցույթը չի կայանում, պետգույքի կոմիտեն նորից 1 ամիս հետո մրցույթ է դնում։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ նախկինում 16 աշխատակից ունեին։ Ստիպված են եղել կրճատել հաստիքները։ Հիմա ունեն 2 հաստիքով եւ եւս 4 պայմանագրերով աշխատակիցներ։ 2020-ին, երբ կենտրոնը դեռ պետպատվերով էր գործում, դրա ֆինանսական շրջանառությունը զգալիորեն ավելի բարձր էր։ Այսօր այն գրեթե կրկնակի, նույնիսկ մոտ եռակի կրճատվել է։ Փակեցինք, չեղավ, չաշխատեց, ուրեմն ոչ մի անձավաբուժարան ոչ ստեղ կա, ոչ հարևան պետություններում կա, ոչ Կովկասում կա, ոչ Ռուսաստանում կա մի հատ Բելարուսում, բայց Բելարուսում էլ կալի աղի վրա է, կալիդնի աղն է։
նատրի չի։ Իսկ մեր մոտ նատրի քլորն է։ Կալինի աղը նույն էֆեկտը չի տալի առողջության համար, ինչ որ նատրի քլորն է տալի։ Նատրի քլորով չկա, ասենք, այս ամբողջ տարածքում էլ ոչինչ չկա։ Դրա համար սա կարծում եմ ազգային հարստություն է, որը որ պետք է պահել, փայփայել մինչև հիմնական խնդիրները լուծվի։ Բժիշկ Ոսկանյանը կենտրոնի առաջին աշխատակիցներից է։ Հիշում է, տարիներ առաջ այստեղ այցելուների հոսքը այնքան մեծ էր, որ մարդիկ հերթագրվում էին շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով։ Նրա խոսքով ամառ թե ձմեռ կենտրոնում կայուն 19-ից 20 աստիճան է։ Այցելությունների օպտիմալ քանակը 20 պրոցեդուրան է։ Առաջի 7 պրոցեդուրան դա ադապտացիայի շրջանն է, այսինքն օրգանիզմը հարմարվում է այս միկրոկլիմային, որից հետո սկսվում է դրա դրական ազդեցությունը օրորի եւ հասնում է իր գագաթնակետին 20-րդ օրը։ Հիվանդները ունեն գծած ռեժիմ, հա, ինչ պետք է անեն։ Նախ իջնում են եւ կատարում են առողջարար բուժական քայլք, որից հետո մի հատ բժշկի այցելությունն է լինում, որից հետո ժամը 11-ին մենք անում ենք շնչառական վարժություններ, տարբեր էլեմենտներ ենք մտցրել այդ վարժությունների մեջ եւ յոգայից ունենք էլեմենտներ եւ Ստրելնիկովայի վարժությունները, որից հետո գալիս է հանգստի ժամը։ Բժշկի խոսքով բնական աղի քարանձավում յուրահատուկ միկրոկլիման, օդի բաղադրությունը, խոնավությունը ամեն բան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության, իմունիտետի բարձրացմանը։ Օգտակար է թե մեծերի, թե փոքրերի համար։ Եղել են լրիվ լիարժեք առողջացումներ երեխաների դեպքերում։ Մեծահասակների մոտ երկարում է ռեմիսիան, այսինքն այդ դադարի շրջանը շատ երկարում է։ Եթե լինում են սրացումներ, շուտ են նրանք ընդհատվում։ Դեղորայքի պահանջն է քչանում խիստ, եթե հիվանդը մինչև այդ օգտագործում էր հորմոնային պրեպարատներ, ինքը կարողանում է հրաժարվել այդ հորմոնային պրեպարատներից։ Այսօր սակայն հարցը մնում է բաց։ Կկարողանա արդյոք այս եզակի կենտրոնը պահպանվել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։